Ֆուտբոլի ԽՍՀՄ գավաթը Երևանում է։ Յուրեղապակյա գեղեցկուհուն նորից Արարատ 73-ն է բերել մեր երկիր։ Նիկիտա Սիմոնյանի լեգենդար տղաների Բաղձալի հաղթանակի մասին պատմող «Ոսկե դուբլ» ֆիլմի երևանյան պրեմիերան է։ Մոսկվա կինոթատրոնի կարմիր գորգով անցնում են ֆիլմի դերասաններն ու ակումբի իրական հերոսները։ Արարատ 73-ը դա լեգենդներ են, որոնց վրա որ սերունդներ են մեծացել։ Տաղանդավոր այնպիսի դերասաններ են մարմնավորել Երևանի Արարատի լեգենդար տղաներին, որ անգամ ֆուտբոլ խաղալ չկարողանալով նկարահանման հրապարակում իրենց դրսևորել են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի պես, ասում է ֆիլմի ռեժիսորը։ Ինձ համար շատ բարդ ու շատ պատասխանատու էր վերցնել այդ դերը։ Իրականում շատ դժվարությամբ է տրվել նկարահանումները, որովհետև մենք ֆուտբոլիստ չենք, դերասան ենք ու երկար պարապմունքներից, երկար քրտնաջան աշխատանքներից հետո նաև սկսեցինք ֆուտբոլի դաշտում խաղալ։ Ծագումով հայ դերասանուհի Սոֆիա Դոնյանցը ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանալուց հետո է իմացել, որ Արարատ անունով ֆուտբոլային թիմ կա ու որ ԽՍՀՄ չեմպիոն է դարձել 2 անգամ։ Ֆուտբոլից ոչինչ չեմ հասկանում։ Արարատի մասին իմացա միայն այն ժամանակ, երբ արդեն պատրաստվում էի դերին։ Հայկական ծագում ունեմ, պապիկս հայ է, հայրս էլ կիսով չափ հայ։ Երբ ընկերներիս ասացի, որ նման ֆիլմ է նկարահանվելու, բոլորը գիտեին Արարատի մասին։ Մտածեցի միայն ես չգիտեմ։ Մոսկվայում բոլոր ֆուտբոլ սիրողները գիտեն այս հաղթական խաղի մասին։ Ոսկե դուբլի պրոդյուսերի խոսքով հաղթանակի մասին է ֆիլմը։ Այն արդեն հասցրել է սիրվել հետխորհրդային երկրներում։ 5 օր առաջ ֆիլմը դուրս է եկել, եթե թույլ կտաք ռուսեն դա այդ ֆրազան ասեմ, սուպեր շիրոկի ֆորմատ Ռուսաստանի Դաշնությունում, 1846 կինոթատրոն Ռուսաստանի Դաշնությունում, Կամչատկայից մինչև Կալինինգրադ հնարավորություն էլ գնալ ֆիլմը դիտել։ Ֆիլմը ցուցադրվում է Բելոռուսիայում, ցուցադրվում է Ղազախստանում։ Ոգևորել է նաև իր մասին պատմող ֆիլմը Արարատ 73-ի կենթանի լեգենդ Սերգեյ Բոնդարենկոին։ Ասում է, ոսկե դուբլը դիտելիս վերապրել է 53 տարի առաջվա հաղթական զգացմունքները։ Հիշում է, ԽՍՀՄ գավաթիկ և Դինամոյի դեմ եզրափակչում հաղթանակից հետո խաղուպար չկար իրենց թիմի դեմ։ Դրանից հետո արդեն Բավարիա կրեցինք 1-0, հսկա մոշնի կամանդ Բավարիային 1-0 Հայաստանքի Անդրեասյան Արկադիկը գոլը խփեց։ Իրանց միակ պարտությունն էր 3 տարվա մեջ, են էլ ումից հայկական Արարատ։ Մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, որ Արարատի հաղթանակի մասին առաջինն է ռադիո ռեպորտաժով հայտնել հայ ֆուտբոլասերներին, կարծում է, այս ֆիլմը ոչ միայն անմահացրել է Արարատ 73-ը, այլև հայ ազգին նորից հանրաճանաչ դարձրել հետխորհրդային երկրների նոր սերունդներին։ Ամենաերջանիկ մեկնաբանն է, որ նախ իմ շուրթերից են լսել մեր ժողովրդի ամենագլխավոր հաղթանակներից մեկը, ով ինչ ուզում ասի, Արարատի հաղթանակը դա առանձնահատուկ է, դա կմնա պատմության մեջ։ Արարատ 73-ի ԽՍՀՄ գավաթը նվաճելը Նիկիտա Սիմոնյանի մասին պատմություն է էկրանավորելը կարևորել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Սերգեյ Լավրովը նախորդին Հայաստանի ազգային ժողովի նախագահի հետ Մոսկվայում հանդիպման ժամանակ Ոսկե դուբլ ֆիլմը օրինակ է բերել որպես խորհրդանիշ հայ և ռուս ժողովուրդների միասնականության։ Օրերս դուրս է եկել Նիկիտա Սիմոնյանի մասին պատմող ֆիլմը «Ոսկե դուբլը»։ Հասցրել եմ հատվածներ դիտել, բայց կուզենամ ամբողջական տարբերակը դիտել։ Մեծ ֆուտբոլիստ, մեծ մարզիչ, որը ոսկե մեդալ է պարգևել և Մոսկվայի Սպարտակին և Երևանի Արարատին։ Սա ևս մեր ժողովուրդների միասնականության մասին է խոսում, այդ թվում սպորտի ոլորտում։ Ավելի վաղ Հայաստանում քաղաքական որոշ գործիչներ պնդել էին, թե Արարատ 73-ի մասին պատմող ֆիլմը ռուսական հիմնադրամների ֆինանսավորմամբ է նկարահանվել Հայաստանում հիբրիդային հարձակման, Ռուսաստանի հեղինակությունը բարձրացնելու նպատակով։ Բամբասանք ու մանիպուլյացիա։ Ֆիլմի հեղինակներն այսպես էին արձագանքել այդ պնդումներին։ Էդգար Ղուշչյան, Հայկ Ավանեսյան և Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։